Մայրբուհի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոնում ստեղծում են բարակ թաղանթներ։ Դրանք օգտագործվում են տարբեր արտադրություններում։ Նյութագիտական բարձրորակ աշխատանքների համար ժամանակակից սարքերի առկայությունը պարտադիր է։ Այդ նպատակով 2025-ին Երևանի պետական համալսարանի այս կենտրոնն արդիականացրել է լաբորատորիաները։ Մեր հիմնական սարքավորումները դեռևս մենք ժառանգել ենք սովետական միության տարիներից եւ բնականաբար դրանք բավականին արդեն հնամաշ են համարվում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նաեւ Բարձրագույն կրթության գիտության կոմիտեն հայտարարում է գիտական ստորաբաժանումների վերազինման, սարքավորումների վերազինման ուղղված գրանտային ծրագրեր։ Մենք այս ընթացքում եղել ենք բավական ակտիվ։ Նախորդ տարի կենտրոնը ձեռք է բերել շուրջ 240 միլիոն դրամ արժողությամբ հզոր եւ բացառիկ սարքավորում, ռենտգենային ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետր։ Տվյալ սարքավորումը արդեն մեր կենտրոնում գործում է, մենք կատարում ենք բազմաթիվ չափումներ, որը ըստ էության նյութագիտության ոլորտում, նանոտեխնոլոգիաների ոլորտում խիստ անհրաժեշտ է։ Կենտրոնն այս տարի համալրվել է նաև բազմաղեղային իոնային նստեցման համակարգերով, որոնց համար ծախսվել է շուրջ 90 միլիոն դրամ։ Այս սարքավորումները հնարավորություն են տալիս ստանալ ժամանակակից պահանջներին համապատասխան բարակ թաղանթներ։ Ժամանակակից նանոէլեկտրոնիկայում, ժամանակակից համակարգերում բարակ թաղանթները դրանք հիմնական, այսպես սարքերի հիմնական բաղադրիչներն են։ Եվ տվյալ սարքավորումները մեզ թույլ են տալիս արդեն ստանալ նմանատիպ համակարգեր բարձր մաքրությամբ եւ լարդի պահանջներին բավարարող։ Ինքը աշխատում է բարձր վակուումում։ Առաջի հերթին մենք ապահովում ենք այդ վակուումը, այնուհետև անոթ-կաթոդ լարում ենք տալի, որի շնորհիվ տեղի ունեմ որոնց արանքում առաջանում է էլեկտրոնային աղեղ։ Աղեղը տաքացնում է թիրախը եւ առաջացնում պլազմա։ Պլազմայի հետևանքով թիրախից պոկվում են ատոմները եւ նստում տակդիրի վրա, առաջացնելով բարակ թաղանթ։ Նյութագիտության եւ նանոտեխնոլոգիաների կենտրոնը կշարունակի տեխնիկապես հագենալ։ Իդեպ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի դրամաշնորհի պահանջով այս սարքավորումներից կարող է օգտվել մեր երկրի յուրաքանչյուր գիտնական։ Արամ Մարանդյան, Արամ Հարությունյան, լուրեր։